Գլուխ 6. Փարիսեցիական մտածելակերպ։ Այսօր բոլորն են ձգտում ավագության, եւ զարմանալի չէ, որովհետեւ յուրաքանչյուր մարդու մեջ ավագի հատկություններ կան, որպեսզի նա ղեկավարի իր անձնական կյանքը։ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով։ Այդ մասին կարող եք կարդալ Ծննդոց 1:26-ում։ Նշանակում է մարդն ունի կամք, որի համաձայն պետք է կառավարի իր կյանքը, հավատարիմ մնալով աստվածային ճշմարտություններին։ Նա պետք է ձգտում ունենա դեպի Աստծո խոսքը, բարոյական կյանքը, բարությունը եւ սերը, որոնք այս աշխարհում անհասանելի են դարձել։ Չնայած մարդն ինքնակառավարվող էակ է, հոգեվոր հարցերում նա օգնության կարիք ունի։ Այդ իսկ պատճառով Աստված իր եկեղեցում հոգեվոր առաջնորդներ է նշանակել, որպեսզի մարդկանց համար պատասխանատվություն կրեն եւ նրանց առաջնորդեն։ Ոմանք կարծում են, թե իրենք ամեն բան գիտեն եւ կարող են առաջ շարժվել առանց Աստծո եւ հոգեվոր ավագի։ Ցավոք նրանք սխալվում են եւ իրենց կյանքի մեծ մասն այդպես էլ սխալ են ապրում։ Հաճախ մենք ականատես ենք լինում, որ մարդուն ղեկավարում է այս աշխարհի մթնոլորտը, հեռուստացույցի, ինտերնետի շրջապատի միջոցով։ Մարդիկ ապրում են մեղքի մեջ, բամբասում, վիրավորում, ծաղրում, գողանում, սպանում, միմյանց ցավ պատճառում։ Խնդիրն այն է, որ չեն ցանկանում Հիսուս Քրիստոսին ընդունել որպես իրենց կյանքի առաջնորդ։ Մինչդեռ մեր կյանքի բոլոր բնագավառներում նա մեր առաջնորդը պետք է լինի։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հոգևոր ավագ, ով իրեն կօգնի վարվելու Աստծո խոսքի համաձայն եւ քայլելու դեպի Աստծո սերը, բարոյականությունը եւ հավիտենական կյանքը։ Պողոս առաքյալն ասում է. եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, բարի գործի է ցանկանում, բայց Տիմոթեոսի առաջին թուղթ 3:1 Եպիսկոպոսության ձգտելը բարի գործ է, բայց Պողոսը զգուշացնում է, որ եպիսկոպոսը, հոգևոր ավագը, մեծ պատասխանատվություն է կրում իր վրա։ Ես նկատել եմ, որ եթե հոգևոր ավագը հետևում է Աստծուն եւ իր կոչմանը, մեծ վարձք է ունենում, իսկ եթե կառչում է իր անձնական կարծիքից եւ եսասիրությունից, փարիսեցի է դառնում։ Հոգևոր ավագից մինչև փարիսեցի դառնալը ընդամենը մեկ քայլ է։ Հիսուս Քրիստոսին հալածողներից շատերը փարիսեցիներ էին։ Ովքեր էին փարիսեցիները։ Նրանք նախկինում Աստծուց օծված ավագներն էին, ովքեր ժամանակի ընթացքում կանգ էին առել եւ սկսել էին որոնել իրենց դիրքը։ Բնականաբար նրանք պետք է հալածեին ճշմարտության հետևորդներին, որպեսզի կարողանային պահպանել իրենց դիրքը։ Հիսուս Քրիստոսն ավագության գերագույն օրինակ է։ Նա երբեք կախված չէր իր դիրքից եւ մշտապես հետևում էր իր երկնային հոր կամքին։ Յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ պետք է նաեւ լավ հետևորդ լինի, այլապես չի կարող հասնել մեծ բարձունքների։ Եկեք խորհենք, թե ով է հոգևոր առաջնորդը։ Հոգևոր առաջնորդը նա է, ով ցանկություն ունի առաջնորդելու մարդկանց դեպի հոգևոր ճշմարտությունը։ Սակայն ինչպես նա ուրիշներին կհորդորի, որ հետևեն իրեն, եթե ինքը ոչ մեկին հետևելու փորձառություն չունի։ Ծառայության բերումով շատ եմ լինում տարբեր եկեղեցիներում եւ հանդիպում եմ տարբեր հոգևոր առաջնորդների, ովքեր ցանկանում են ունենալ մեծ եկեղեցիներ եւ հասնել Աստծուց իրենց տրված տեսիլքին։ Մի հովիվ ինձ ասում էր, որ մարդիկ չեն ցանկանում իրեն հետևել։ Նա ուզում էր իմանալ, թե ինչն էր պատճառը։ Ես նրան հարցրի. իսկ դու հոգևոր ավագ ունես, ով կարող է քեզ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եթե հանկարծ շեղվես ճշմարտությունից կամ որևէ սխալ գործես։ Նա պատասխանեց, որ հոգևոր առաջնորդի կարիք չունի։ Հետաքրքիր է, իսկ ինչու էր նա կարծում, որ իր եկեղեցու անդամներն իր կարիքն ունեն։ Նրանք, ովքեր ցանկանում են ավագ լինել, բայց չեն ցանկանում հետևել ինչ-որ մեկին, ով ավելի բարձր հոգևոր մակարդակի վրա է, քան իրենք, ճակատագրական սխալ են գործում։ Նրանք ցանկանում են պահպանել իրենց դիրքն ու իշխանությունը եւ վախենում են հանդիմանվելուց։ Այդ մարդիկ պարզապես կառչած են իրենց իսկ ստեղծած սահմանափակ աշխարհից։ Քննենք Հիսուս Քրիստոսի կյանքը։ Երկրի վրա լինելու ժամանակահատվածում նա կատարյալ առաջնորդ եւ կատարյալ հետևորդ էր, ճշմարիտ ավագի իսկական օրինակ։ Առաջնորդելով բազմաթիվ մարդկանց նա ասում էր, որ ինքն իրենից ոչինչ չի անում, մինչև հորից չլսի։ Փարիսեցիությունից խուսափելու միակ միջոցը հնազանդվելն ու մարդկանց ծառայելն է։ Հիսուսն իր աշակերտներին զգուշացնում էր հեռու մնալ փարիսեցիությունից։ Նա ասում էր.
Զգույշ մնացեք փարիսեցիների խմորից։ Մատթեոսի 16:6։ Մի անգամ, երբ աշակերտները մտահոգված էին, թե ով է իրենցից մեծը, Հիսուսն ասաց. «Ձեզնից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի»։ Մատթեոսի 20:26։ Մեկ ուրիշ անգամ իր աշակերտներին դաս տալու համար Հիսուսը վերցրեց սրբիչը և լվաց նրանց փոշոտ ոտքերը։ Այսօր Քրիստոսի մարմնին ծառայելով մենք ինչ ենք փնտրում՝ դիրք, թե սրբիչ։ Շատ զարմանալի է, երբ հանդիպում ես այնպիսի առաջնորդների, ովքեր նախանձում, բարկանում և քննադատում են նրանց, ովքեր հաջողության են հասել։ Գրված է. «Վայ ձեզ դպիրներ և փարիսեցիներ, կեղծավորներ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առջև, որ ինքներդ չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն»։ Մատթեոսի 23:13։ Սա հենց փարիսեցու բնավորություն է։ Ինքը ոչինչ չի անում, իսկ անողներին արգելում է, որ հանկարծ իր դիրքից չընկնի։ Սիրելիներս, այս գիրքը գրելիս ամենևին մտադրություն չեմ ունեցել հանդես գալու քննադատի դերում։ Պարզապես ցանկացել եմ, որ իմ գրածը ուսուցողական բնույթ կրի։ Յուրաքանչյուր հոգևոր ծառայողի և ավագի մեջ փարիսեցու բնավորություն կարող է ձևավորվել։ Այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինել։ Փարիսեցիական մտածելակերպը շատ վտանգավոր է, որովհետև տանում է հպարտության, հանցագործության, սպանության և դժբախտության։ Հիսուս Քրիստոսին սպանելը հենց այդ մտածելակերպի արդյունքն էր։ Փարիսեցիները քարկոծեցին նաև Ստեփանոսին։ Նրանք մշտապես հետապնդում էին առաքյալներին և այն մարդկանց, ովքեր ապրում էին Աստծո խոսքով։ Այս ամենի մասին կարող եք կարդալ Գործք առաքելոցում։ Հենց ինքը Պողոս առաքյալը ապաշխարեց իր փարիսեցիական մտածելակերպի համար։ Այս խնդիրն այնքան լուրջ էր, որ Հիսուս Քրիստոսը ժամանակ առ ժամանակ հիշատակում էր փարիսեցիների գործերը և իր աշակերտներին զգուշացնում հեռու մնալ նրանցից։ Այդ ժամանակ Իսրայելը Հռոմի դաժան կայսրության տիրապետության տակ էր։ Սակայն Հիսուսը երբեք չէր ասում «զգույշ եղեք կայսրից», այլ ասում էր «զգույշ եղեք փարիսեցիների խմորից»։ Ինչու էր Հիսուսն անընդհատ անդրադառնում այս հարցին։ Պատճառն այն էր, որ փարիսեցիական մտածելակերպը վարակիչ է և կարող է վարակել նույնիսկ ամբողջ ազգին։ Չգիտեք, որ մի փոքր խմորը ամբողջ զանգվածը խմորեցնում է։ Կորինթացիների առաջին թուղթ 5:6։ Հիսուսն ասաց. «Վայ ձեզ դպիրներ և փարիսեցիներ, կեղծավորներ, որ շուռ եք գալիս ծովն ու ցամաքը, որ մեկին նորահավատ անեք, և երբ որ լինում է, նրանց ձեզնից 2 տակ ավելի գեհենի որդի եք անում»։ Մատթեոսի 23:15։ Ավելի լավ է, որ մարդն ընդհանրապես չապաշխարի, քանի մի փարիսեցու հանդիպելով ապաշխարի և նրա նման դառնա։ Այդ դեպքում և ինքը դժոխք կգնա, և շատերին իր հետ կտանի։ Փարիսեցին չի գիտակցում, որ հալածում է Աստծուն։ Հիշեք Սողոսին, ով հետագայում դարձավ Պողոս։ Նա հոգով նախանձավոր հավատացյալ էր, իսկ մտքով փարիսեցի։ Հոգով Աստծուն պաշտում էր, իսկ մտքով հալածում։ Օրերից մի օր Հիսուսը հայտնվեց նրան և ասաց. «Ինչու ես ինձ հալածում»։ Գործք առաքելոց 9:4։ Հետաքրքիրն այն է, որ փարիսեցին կարծում է, թե ինքն Աստծո նվիրյալն է, ծառայում է Աստծուն և բարի գործեր անում։ Նա երբեք չի մտածում, որ միայն իր դիրքի մասին է անհանգստանում և սրտացավություն չունի Աստծո ստեղծած մարդու հանդեպ։ Նա այնպիսի կյանք է վարում, որ միայն իր համար լավ լինի։ Մինչև Հիսուս Քրիստոսի ծնվելն ու հայտնվելը բոլոր փարիսեցիները սպասում էին Հիսուսին։ Մարգարեները քարոզում էին, որ Մեսիան շուտով գալու է։ Սակայն երբ Մեսիան եկավ, պարզվեց, որ նա շատերին պետք չէր։ Նրանք խաչեցին Աստծո որդուն։ Մեր ժամանակներում նույնպես եղել են հոգևոր ավագներ, ովքեր քարոզել և երազել են արթնության մասին, բայց երբ արթնությունն սկսվել է, նրանք արթնության թշնամիներ են դարձել։ Միթե սա փարիսեցիություն չէ։ Մի երիտասարդ ինձ ասաց, որ այսօրվա փարիսեցիները քահանաներն են։ Ես նրան հանդիմանեցի, որովհետև նա խաբված էր։ Յուրաքանչյուր մարդ իր մեջ պետք է փարիսեցի փնտրի, և եթե հանկարծ գտնի, անհապաղ պետք է լուծի այդ մտածելակերպի հարցերը։ Քահանաները Աստծո սպասավորներ են, ովքեր իրենց կյանքը նվիրել են Աստծուն և մարդկանց։ Ինչ վերաբերում է սխալներին, ապա ցանկացած եկեղեցական ծառայող զերծ չէ սխալներից։ Պարզապես մենք պետք է սովորենք
նախ մեր աչքի գերանը հանել, հետո միայն դիմացինի աչքի շուղը նկատել։ Մատթեոսի 23:2-ում Հիսուսն ասում է. Մովսեսի աթոռի վրա դպիրները եւ փարիսեցիները նստեցին։ Մովսեսի աթոռը հոգևոր դիրքի, ավագության, հեղինակության աթոռն էր։ Մովսեսի ամբողջ փափագը Տերն էր եւ Տիրոջ ժողովրդին խոստացված երկիր հասցնելը։ Նրա մտածելակերպը ամբողջությամբ կախված էր Աստծո կամքից։ Մարդիկ մեծ վստահություն ունեին Մովսեսի աթոռի հանդեպ, սակայն Հիսուսն ասում է, որ հոգևոր իշխանությունն անցել է այնպիսի մարդկանց ձեռքը, ովքեր փնտրում են ոչ թե Աստծո կամքը, այլ իրենցը։ Փարիսեցիները մտահոգված էին իրենց փառքը տարածելով։ Նրանք ցանկանում էին ուրիշի ծառայության եւ ձեռք բերած հեղինակության հաշվին ճանաչում գտնել եւ իրենց դիրքը հաստատել։ Ճիշտ մտածելակերպ ունեցող ծառայողը երբեք իրենը չի որոնում, այլ ձգտում է ծառայել մարդկանց եւ ամեն ինչում փնտրել Աստծո կամքը։ Եթե մարդը կանչված չէ որևէ ծառայության համար, բայց ուժով պահում է իր դիրքը, նա փարիսեցիական մտածելակերպի գերի է։ Ես ճանաչում եմ մի հովվի, ում ծառայության ընթացքում մշտապես խնդիրներ եւ վեճեր են առաջանում, իսկ եկեղեցին գրեթե չի աճում։ Մի անգամ նրան հարցրի, թե ինչպես է հովիվ դարձել։ Նա պատասխանեց, որ ընտրվել է մի խումբ հավատացյալների կողմից։ Ես հետաքրքրվեցի, թե արդյոք Աստված խոսել է իր հետ այդ ծառայության մասին։ Նա պատասխանեց, որ Աստված գրեթե ամեն օր իրեն ասում է. «Դու հովիվ ես»։ Ես հարցրի. «Իսկ Աստված ամեն օր քեզ ասում է, որ դու մարդ ես»։ Նա պատասխանեց. «Ոչ»։ Ես ասացի. «Այդ դեպքում ինչպես հասկանանք, որ նա ամեն օր քեզ ասում է, որ դու հովիվ ես»։ Ես էլ եմ հովիվ։ Աստված ամեն օր ինձ հովվական առաջադրանքներ է տալիս, բայց ամեն օր ինձ չի ասում, որ ես հովիվ եմ։ Ես նրան հարցրի, թե ինչու այն ծրագրերը, որոնք իր կարծիքով Աստծուց է ստացել, եկեղեցուն պտուղ չեն բերում, եւ եկեղեցին չի աճում, այլ ընդհակառակը, խնդիրները հետսետե շատանում են։ Իմ հարցերը նրան զայրացրին։ Ես այդ հովվին խորհուրդ տվեցի իր տեղը զիջել այն մարդուն, ով իսկապես հովվի կոչում ունի։ Նա առ այսօր թշնամանքով է լցված իմ հանդեպ, չարախոսում ու քննադատում է ինձ։ Մարդիկ կհեռանան այն եկեղեցուց, որտեղ խաղաղություն չկա։ Իհարկե կլինեն ոմանք, ովքեր վախից դրդված կմնան։ Քանի որ փարիսեցիները մարդկանց վախ են ներշնչում, թե հեռացողները անեծքի, հիվանդության եւ աղքատության մեջ կընկնեն։ Աստծուց կոչում ստացած ծառայողը երբեք չի վախենա, որ մարդիկ իրենից կհեռանան։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Միթե դուք եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան. «Տեր, ում մոտ գնանք, հավիտենական կյանքի խոսքեր ունես դու»։ Հովհաննեսի 6:68 եւ 69։ Հիսուսից հեռանալը շատ հեշտ էր, բայց Պետրոսը մնաց, որովհետև նրան պահում էր ոչ թե վախը, այլ կյանքի խոսքերը։ Հին ուխտում մի պատմություն կա։ Սավուղ թագավորը տեսնելով, որ Սամուել մարգարեն ուշանում է, իսկ ժողովուրդը կարող է հեռանալ իրենից, զոհաբերություն կատարեց։ Այդ մասին կարող եք կարդալ Առաջին Թագավորաց 13:8 եւ 9-ում։ Դա Աստծուն դուր չեկավ։ Սավուղը տիպիկ փարիսեցիական մտածելակերպ ուներ։ Նա չվախեցավ Աստծուց, այլ վախեցավ, որ մարդիկ կհեռանան իրենից։ Աստծո օծյալները չպետք է վախենան, որ մարդիկ կհեռանան իրենցից։ Նրանք պետք է մտածեն, թե ինչ անեն, որ մշտապես Աստծո հետ լինեն եւ նրան ծառայեն, նույնիսկ եթե բոլորը հեռանան իրենցից։ Փարիսեցին բոլոր հոգսերը վերցնում է իր վրա, կարծելով, թե Տիրոջը պատիվ է տալիս, իսկ ճշմարիտ ծառայողը բոլոր հարցերը Տիրոջ հետ է լուծում։ Մեր օրերում կարելի է հանդիպել շատ մարգարեների, ովքեր ցանկանում են ապացուցել, որ ամբողջ աշխարհում իրենց նման մարգարեներ չկան։ Նրանք ասում են, թե Աստված իրենց այնպիսի մարգարեություններ է տվել, որ նույնիսկ Աստվածաշնչում չկան։ Նմանօրինակ մարդիկ միշտ ուզում են փառք վաստակել, ոչ թե Տիրոջ գործերը կատարել։ Կան մարդիկ, ովքեր գալիս են ինձ մոտ եւ խնդրում, որ եկեղեցու անդամներին տեղյակ պահեմ այն մարգարեությունների մասին, որ իրենք ստացել են։ Ես համաձայնում եմ մեկ պայմանով, որ իրենց անունները չնշեմ։ Նրանք չարացած նայում են ինձ եւ վիրավորված հեռանում։ Որոշ ժամանակ հետո նրանց փարիսեցիական բնավորությունն ակնհայտ է դառնում։ Նրանք գտնում են հոգևոր տկար քրիստոնյաների եւ համոզում, որ իբր մեր եկեղեցում հոգևոր մարդ չկա, եւ բոլորը անարգում են Տիրոջ մարգարեությունները։ Նրանք այդ խեղճ, տկար նորահավատներին գեհենի որդիներ են սարքում։
Ճշմարիտ մարգարեն հեզ ու հնազանդ է։ Եթե Տիրոջից մարգարեական խոսք է ստանում, աղոթում է այդ խոսքի համար եւ սպասում։ Նա գիտի, որ եթե Տերը մի բան ասել է, անպայման կկատարվի։ Մի անգամ մի կին եկավ ինձ մոտ եւ ասաց, որ մարգարեական խոսք է ստացել Աստծուց։ Նա խնդրեց, որ աղոթքով միաբանվեմ, որպեսզի այդ խոսքն իրականություն դառնա։ Ես հարցրի, թե ինչու այդ խնդրանքով չի դիմել իր տնային խմբակի ավագին կամ տարածքային հովվին։ Նա պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի հասկանա։ Դա փարիսեցիական մտածելակերպ է։ Նման մարդկանց թվում է, թե իրենք ամենախելացին եւ միակն են, ում հետ Աստված խոսում է։ Որովհետև ծանր եւ դժվարակիր բեռներ են կապում ու դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով չեն ուզում շարժել նրանց։ Մատթեոսի 23:4։ Փարիսեցիական մտածելակերպ ունեցող մարդիկ իրենց պատասխանատվությունը գցում են ուրիշների վրա։ Այն գործը, որ իրենք պետք է անեն, ուրիշին են հանձնարարում։ Ես գտնվում էի մի եկեղեցում, որտեղ հովիվը ծառայության ժամանակ ժողովրդին հանդիմանեց ավետարանը չքարոզելու եւ նոր մարդկանց եկեղեցի չբերելու համար։ Քիչ հետո բեմ բարձրացավ մի երիտասարդ եւ խոսեց զոհաբերության մասին։ Ես նախապատրաստեցի իմ ֆինանսական զոհը, սակայն զոհաբերության դույլերը մեր շարքով չանցան։ Ծառայությունից հետո հովվին հարցրի, թե ինչու մեզ զոհաբերելու հնարավորություն չտվեցին։ Նա զարմացավ եւ ասաց. «Մենք ծառայողներ ենք, ինչ պարտադիր է որ զոհաբերենք»։ Հետո նա հայտարարեց, որ եկեղեցին պիտի համախմբվի գիշերային աղոթքի։ Սակայն այս անգամ էլ նա չմասնակցեց ծառայությանը։ Ինձ զարմացրեց այն փաստը, որ ամբողջ հովվական անձնակազմը գիշերային աղոթքին չէր մասնակցում։ Հաջորդ օրը, երբ այդ հովվին հանդիպեցի, խիստ հանդիմանեցի փարիսեցիական վարքի համար, սակայն նա չցանկացավ ընդունել իր սխալը եւ փոխել իր մտածելակերպը։ Ես գիտեի, որ այդ եկեղեցին վաղ թե ուշ կքանդվի։ Չանցած 1 տարի եկեղեցին իսկապես քանդվեց։ Հովիվը մեղադրեց եկեղեցու անդամներին, սակայն նրանք մեղավոր չէին։ Նա վերադարձավ իր աշխարհիկ կյանքին, իսկ եկեղեցու անդամները հաճախեցին միևնույն քաղաքում գործող այլ եկեղեցիներ, որտեղ ճշմարիտոցյալներ էին ծառայում։ Հիսուս Քրիստոսը եւ առաքյալները ամեն ինչում օրինակ էին ծառայում իրենց հետևորդներին, իսկ փարիսեցիները ամեն ինչ անում են ուրիշների միջոցով։ Նրանք ծանր ու դժվարակիր բեռներ են դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատը չեն ուզում շարժել։ Հիշեք Հիսուսի խաչելությունը։ Փարիսեցիները ատում ու նախանձում էին Հիսուսին, ուզում էին խաչել նրան, բայց այդ դաժան բեռը դրեցին Հռոմի զինվորների վրա։ Հիշեք Պողոսին, երբ նա դեռ փարիսեցի էր եւ հալածում էր հավատացյալներին։ Նա մասնակից էր Ստեփանոսի քարկոծմանը, սակայն անձամբ չէր քարկոծում, այլ Ստեփանոսի հագուստներն էր պահում։ Բարեբախտաբար Պողոսի փարիսեցիական մտածելակերպը հետագայում փոխվեց, եւ նա ճշմարիտ ծառայողի մտածելակերպ ձեռք բերեց։ Գործք առաքելոց 23:12-ից 14-ում գրված է, որ մի խումբ մարդիկ ուխտեցին սպանել Պողոսին եւ գնացին փարիսեցիների մոտ։ Փարիսեցիները նրանց չարգելեցին, ընդհակառակը հավանություն տվեցին, այլ խոսքով օրհնեցին նրանց նախաձեռնությունը, թեև անձամբ նրանց չմիացան։ Պատճառն այն էր, որ նրանք միայն խոսում են, ոչ թե գործում։ Նրանք ուրիշներին ուղղություն են ցույց տալիս, իսկ իրենք ոչինչ չեն անում։ Ասում են, որ լավ ղեկավարը նա է, ով ամեն ինչ անում է ուրիշի ձեռքերով։ Ես այդ մտքին համաձայն չեմ, որովհետև դա կհանգեցնի դիկտատուրայի եւ փարիսեցիության։ Ճիշտ ավագը ոչ միայն կարգադրում եւ կառավարում է, այլև գործում։ Նա օրինակ է ծառայում մյուսներին։ Իսրայելի Դավիթ թագավորը միշտ մասնակցում էր պատերազմներին եւ առաջին շարքերում էր։ Նա իսկական թագավոր եւ ճշմարիտ ավագ էր։ Նրա կողքին գտնվող մարդիկ նրա նման զորավոր էին դառնում։ Սակայն մի օր Դավթի միտքը շեղվեց։ Նա ժողովրդին ուղարկեց պատերազմի, իսկ ինքը մնաց տանը։ Աստվածաշնչում գրված է, որ նա մեղքի մեջ ընկավ եւ իր մեղքը քողարկելու համար ուրիշի ձեռքով սպանեց իր ուժեղ օգնականներից մեկին։ Այդ ժամանակ եկավ նրա անկումը։ Իհարկե Դավիթ թագավորը հետագայում ապաշխարեց, բայց կարող ենք տեսնել, որ արտաքին թշնամիները նրան այնքան չվնասեցին, որքան իր փարիսեցիությունը։ Երբեք մի կրկնեք Դավթի սխալը։ Փարիսեցիությունը միշտ էլ մարդուն հարվածում է ներսից, եւ իրենց բոլոր գործերն անում են մարդկանց երևալու համար։ Իրենց դրամապանակները լայնացնում են եւ իրենց հանդերձի քղանցքները մեծացնում։
Սիրում են ընթրիքներում առաջին բազմոցը եւ ժողովարաններում առաջին աթոռները եւ փողոցների մեջ բարևները։ Մատթեոսի 23:5 եւ 6։ Փարիսեցիներն ամեն ինչ անում են մարդկանց ցույց տալու եւ երևալու համար։ Նրանք շահագրգռված են միայն նյութականով, մինչդեռ հոգևոր մարդիկ ամեն ինչ անում են Աստծուն երևալու եւ նրա արքայությունը տարածելու համար։ Փարիսեցիները ձգտում են զբաղեցնել առաջին աթոռները, նստել առաջին շարքերում, իսկ ճշմարիտ ծառայողին ուրիշներն են առաջ հրավիրում։ Ես չեմ քննադատում նրանց, ովքեր նստում են առաջին շարքերում։ Պարզապես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր մարդ քննի իր սիրտը եւ հասկանա, թե որն է առաջին շարքում նստելու նպատակը՝ մարդկանցից ճանաչված լինելու ցանկությունը, թե Աստծուն ծառայելու ձգտումը։ Մեր եկեղեցում առաջին շարքում նստում են ծառայության ավագները։ Տարիներ առաջ մեր եկեղեցի մի մարդ էր գալիս, ով մշտապես ձգտում էր նստել առաջին շարքում։ Նա պնդում էր, թե ինքն ավելի լավ ծառայող է, քան մյուսները, մինչդեռ ոչ մի ծառայության մեջ ընդգրկված չէր։ Նա բոլորին պատմում էր, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ իր աղոթքներով բժշկվում տարբեր հիվանդություններից։ Մի անգամ խնդրեցի, որ ինձ ծանոթացնի այդ մարդկանց հետ։ Նա ասաց, որ նրանք դեռ եկեղեցի չեն գալիս։ Կգան միայն այն ժամանակ, երբ ինքը ծառայության մեջ կընդգրկվի։ Ես չէի կարող թույլ տալ, որ նման բան տեղի ունենար, որովհետև այդ մարդն իր փառքն էր փնտրում եւ իր եսն էր գովերգում։ Նա վիրավորվեց եւ հեռացավ։ Փարիսեցիական մտածելակերպը նրան դուրս մղեց եկեղեցուց։ Գուցե մտածեք, միթե դժվար էր այդ մարդուն որևէ ծառայություն տալ կամ առաջին շարքում նստեցնել, որպեսզի եկեղեցուց չհեռանար եւ դժոխքի ճանապարհին չկանգներ։ Եկեղեցին չպետք է շոյի փարիսեցիական մտածելակերպը։ Առաջին շարքում նստելով նա միևնույնն է, չէր դադարի փարիսեցի լինելուց եւ չէր փրկվի դժոխքից, մինչեւ ճշմարտապես չապաշխարեր։ Այդ անձնավորությունն առ այսօր փնովում է մեր եկեղեցին։ Ինքը չի գալիս ճշմարտությունը սովորելու, ուրիշներին էլ արգելում է։ Փարիսեցիների առաքելությունը Հիսուսին խաչելն էր ուրիշների ձեռքերով։ Ինչու փարիսեցիները Հիսուսին չէին սիրում։ Պատճառը նախանձն էր։ Հիսուսը գործում էր Աստծո զորությամբ եւ իշխանությամբ։ Նա մեծամեծ հրաշքներ էր կատարում եւ իր ծառայություններով ստվեր գցում փարիսեցիների վրա, որոնք փնովելուց եւ չարախոսելուց բացի ոչինչ չէին անում։ Նրանք Հիսուսի ծառայությունների պատճառով ուշադրությունից դուրս էին մնում։ Փարիսեցիական մտածելակերպ ունեցող մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչ բարի գործ անեն եւ ինչպես ծառայեն ուրիշներին, այլ ինչպես վարկաբեկեն եւ տեսադաշտից հեռացնեն այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ստվեր են գցում իրենց վրա։ Հիշում եք Մատթեոսի 23:15-ում գրված է, որ նրանք նորահավատին գեհենի որդի են սարքում։ Մարդիկ փարիսեցու հետ շփվելով Աստծուն չեն ճանաչում։ Նրանք Աստծո խոսքը չգիտեն, ուստի կուրորեն ընդունում են այն բոլոր քննադատություններն ու թշնամական խոսքերը, որ լսում են փարիսեցիներից ուրիշների հասցեին։ Սիրելի բարեկամ, եթե հանդիպել ես ինչ-որ մեկին, ով չարախոսում է եկեղեցու ծառայողների մասին, հեռացիր նրանից։ Ուշադրություն մի դարձրու նրա խոսքերին եւ նրա պատճառով մի խզիր հարաբերություններդ ուրիշների հետ։ Եթե նկատողություն ես ստանում քո հոգևոր ավագից, երբեք մի ըմբոստացիր եւ մի ապստամբիր։ Մեզ հաճախ թվում է, թե եկեղեցում ամենաճիշտը, ամենալավը եւ ամենախելացին մենք ենք։ Եվ երբ հանկարծ նկատողություն ենք ստանում, մեր մեջ գլուխ է բարձրացնում փարիսեցիական մտածելակերպը։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ով ենք, մինչդեռ Աստծո խոսքում ասվում է. «Ձեզնից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի»։ Մատթեոսի 20:26։ Տարիներ առաջ ես աշխատում էի Մոսկվայում։ 1990 թվականին վերադարձա Երևան եւ եղբորս հետ գնացի եկեղեցի։ Այդ ժամանակ մեր եկեղեցին հավաքվում էր 500 տեղանոց դահլիճում, սակայն ծառայություններին շատ քիչ մարդ էր մասնակցում։ Հիշում եմ, որ այդ օրն առաջին շարքում 6-7 մարդ էր նստած, իսկ ամբողջ դահլիճում ընդամենը 20։ Սովորության համաձայն նստեցի առաջին շարքում, որտեղ ազատ տեղեր կային։ Մի աղջիկ մոտեցավ ինձ եւ ասաց, որ այդ շարքում չի կարելի նստել, որովհետեւ այդտեղ եկեղեցու ծառայողներն են նստում։ Չեք պատկերացնի, թե այդ պահին ներսումս ինչ տեղի ունեցավ։ Զայրույթից ինձ կորցրել էի, համառորեն տեղիցս չէի շարժվում։ Սկսեցինք վիճել, եւ հանկարծ Սուրբ Հոգին ինձ ասաց.
Շուտ վեր կաց ու գնա, դու ուժեղ ես։ Ես վեր կացա եւ մեկ ուրիշ շարքում նստեցի։ Այդ օրը քարոզվեց Մատթեոսի ավետարանի 23-րդ գլուխը, եւ ես հասկացա, որ այնտեղ իմ մասին էր գրված։ Ես սիրում էի առաջին շարքերում նստել, փնտրում էի ոչ թե Աստծո փառքը, այլ ապրում էի ինձ համար։ Քարոզից հետո ապաշխարեցի եւ որոշում կայացրի, որ երբեք չեմ հեռանա այդ եկեղեցուց, որովհետեւ դա միակ տեղն էր, որտեղ ինձ ցույց տվեցին իմ հիվանդությունը։ Այո, ես հայտնաբերեցի, որ իմ մեջ փարիսեցիություն կար։ Եթե ինձ հարցնեին, թե ինչու եմ ուզում առաջին շարքում նստել, չէի կարող պատասխանել։ Ես չգիտեի, որ դրա ետևում մեծ հպարտություն եւ եսասիրություն էր թաքնված։ Ապաշխարությունից հետո մեծ սեր վերապրեցի եկեղեցու եւ ծառայողների հանդեպ։ Հաջորդ օրը ծառայության ժամանակ հանդիպեցի այդ նույն աղջկան եւ շնորհակալություն հայտնեցի ինձ ճիշտ ճանապարհ ցույց տալու համար։ Դրանից հետո զգացի, որ ազատագրվել եմ ինչ-որ ծանրությունից։ Երբ եկեղեցի էի գնում, նույնիսկ մտքովս չէր անցնում առաջին շարքում նստել։ Հարցն առաջին շարքում նստելը կամ չնստելը չէ, այլ մեր սրտի դրդապատճառը։ Անցավ որոշ ժամանակ, եւ ես ծառայող դարձա։ Ինձ հրավիրեցին առաջին շարքում նստելու, բայց այդտեղն արդեն բոլորովին այլ նշանակություն ուներ ինձ համար։ Փարիսեցիական աթոռից դարձել էր ծառայողական աթոռ, որի վրա նստելով ես փնտրում էի ոչ թե իմ, այլ Հիսուս Քրիստոսի փառքը։ Ժամանակ առ ժամանակ իմ մեջ փարիսեցիական մտածելակերպի դրսևորումներ եմ նկատել եւ տանջվել եմ, սակայն ամեն անգամ կարողացել եմ ապաշխարել եւ նորոգել իմ մտածելակերպը։ Սիրելիս, շատ կարեւոր է, որ դու էլ այսօր քննես քո կյանքը եւ փոխվես։ Վայ ձեզ, դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առջև, որ ինքներդ չեք մտնում եւ մտնողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ Մատթեոսի 23:13։ Փարիսեցին փակում է երկնքի արքայության դռները մարդկանց առջև։ Ինքը չի մտնում, ուրիշին էլ թույլ չի տալիս մտնել։ Եթե այս մտածելակերպը չփոխենք, կարող ենք ամբողջ ազգին կործանման տանել։ Չգիտես ինչու մարդուն սկսում են սիրել եւ գնահատել միայն մահից հետո։ Նրա կենդանության օրոք հասարակությունն ամեն ինչ անում է, որ նրան խանգարի եւ թույլ չտա առաջ շարժվել։ Հայաստանի պետական պատկերասրահում կա մի հրաշալի նկար, որը կոչվում է Ամբոխը եւ հանճարը։ Ամեն անգամ, երբ գնում եմ այնտեղ, երկար ժամանակ կանգնում եմ այդ նկարի առջև։ Նկարում հանճարը գլուխը բռնած փախչում է ամբոխից։ Եթե ամբոխին հարցնես, թե ինչու է հալածում հանճարին, հավանաբար ոչինչ չի կարող պատասխանել։ Սակայն պատճառը պարզ է։ Այդ մարդն ուղղակի բոլորից խելացի եւ հանճարեղ է։ Փարիսեցիական մտածելակերպը չի հանդուրժի ապրել ինչ-որ մեկի ստվերում։ Բավական է, որ հասարակության մեջ մի հանճար կամ տաղանդ հայտնվի, այդ մտածելակերպն անմիջապես գործի կանցնի, նրան հալածելու, ասպարեզից հեռացնելու, նույնիսկ սպանելու համար։ Մեր եկեղեցու գթության ծառայությունն իր խնամքի տակ էր վերցրել նախկինում բռնության ենթարկված 200 երեխայի, ովքեր փողոցում էին հայտնվել։ Մենք նրանց կերակրեցինք, հագցրինք, ինչպես նաև վերականգնեցինք նրանց ուսումը եւ նրանց համար ընտանեկան ջերմություն եւ ապահովություն ստեղծեցինք։ Մտածում էինք, որ աստվածահաճո եւ մարդահաճո գործ ենք կատարում, մինչդեռ մեր հանրապետության թերթերից մեկն այսպես արձագանքեց. Ինչեր են կատարվում այդ եկեղեցում։ Նրանք արդեն երեխաներին են վերցնում եւ իրենց նման սարքում։ Հետաքրքիր է, իսկ ով էր խանգարում ուրիշներին, որ իրենց խնամքի տակ վերցնեին այդ ծնողազուրկ, սեռական եւ ֆիզիկական տարբեր բռնությունների ենթարկված երեխաներին։ Ով էր խանգարում հենց այդ նույն լրագրողին, որ այցելեր նրանց եւ հոգ տաներ գոնե մեկի մասին։ Եթե նա վախենում էր, որ այդ երեխաներին մեր ձևով կդաստիարակեինք, այսինքն բարեգործություն կսովորեցնեինք, թող նա պատասխանատվություն կրեր ինչ-որ մեկի համար եւ իր ձևով դաստիարակեր։ Ես այդ լրագրողին դատի չտվեցի, որովհետև Աստվածաշնչում ասվում է. հիմար վիճաբանություններից ետ քաշվիր։ Տիտոսի 3:9։ Մի պատասխանիր հիմարին նրա տխմարության համեմատ, միգուցե դու էլ նրան նմանվես։ Առակաց 26:4։ Իսկապես մեծ հիմարություն կլիներ նրա հետ վիճելը, որովհետև տվյալ դեպքում գործ ունեինք փարիսեցիական մտածելակերպի հետ։ Նմանօրինակ մտածելակերպ ունեցողները միշտ խոսում են տաղանդավորների,
հանճարների, օգտակար մարդկանց դեմ, իսկ իրենք ոչինչ չեն անում, միայն քննադատում եւ սպանում են։ Տարիներ առաջ մեր եկեղեցու մշակութային խումբը բեմադրեց մի ներկայացում՝ «Բարի գալուս տուն» վերնագրով։ Ներկայացումն ավետարանչական բնույթ էր կրում եւ ցույց էր տալիս դժոխքում հայտնված մարդկանցից մեկի կյանքը, ով իր կենդանության օրոք թեև բարի, հարգված եւ սիրված էր եղել, բայց մահից հետո դժոխքում էր հայտնվել։ Ներկայացումից հետո քննադատությունները սկսվեցին։ Որոշ հավատացյալներ ասում էին. «Եկեղեցին թատրոնի վերածեցիք»։ Ես մեկին ասացի, թատրոնը լավ ավետարանի չէ, որի միջոցով մարդիկ կարողանում են ճանաչել ճշմարտությունը։ Նա պատասխանեց. «Ես համաձայն եմ, բայց կարելի էր այդ ամենն ավելի խոհեմ ձևով անել»։ Ես չհասկացա, թե նա ինչ նկատի ուներ, ուստի պատասխանեցի. «Հարգելիս, եթե դու գիտես խոհեմ թատրոն ստեղծելու ձևը, ինչու չես ստեղծում»։ Ձայն չկար, որովհետև փարիսեցին ոչինչ չի անում, ուրիշին էլ թույլ չի տալիս անել։ Եթե նա գործով զբաղվեր, հավանաբար ուրիշներին քննադատելու ժամանակ չէր ունենա։ Խորին համոզմունքս է, որ մարդը կարող է փարիսեցի դառնալ պարապությունից, նախանձից եւ հպարտությունից։ Այս երեքը փարիսեցիական մտածելակերպի հիմքերն են։ Փարիսեցիական մտածելակերպը շատ վտանգավոր է հասարակության համար։ Հուդա Իսկարիովտացին վարակվեց այդ հոգով եւ իր տիրոջը 30 արծաթով մատնեց։ Մատնելուց հետո, երբ նա զղջաց եւ ծանր մտատանջությունների մեջ ընկավ, գնաց փարիսեցիների մոտ եւ օգնություն խնդրեց։ Մեղքի համար քավության զոհ կար, սակայն քահանայապետերը եւ ծերերը ասացին. «Մեզ ինչ դուտ ես»։ Մատթեոսի 27:4։ Ինչու նրանք չցանկացան օգնել Հուդային։ Ինչու մեղքի պատարագ չառաջարկեցին։ Պատճառը դարձյալ փարիսեցիական դաժանությունն էր։ Հուդան փարիսեցիական մտածելակերպի զոհ դարձավ եւ ինքնասպան եղավ։ Աստվածաշնչում կա եւս մի հայտնի կերպար՝ Հեզաբելը, ով ապրում էր Եղիայի ժամանակներում եւ Աքաբ թագավորի կինն էր։ Հեզաբելը ատելությամբ էր լցված տիրոջ ծառաների հանդեպ։ Նա բոլոր մարգարեներին սպանում էր եւ հագենում տիրոջ ծառաների արյունով։ Միթե այսօրվա փարիսեցիները Հեզաբելի նման չեն։ Այո, ես կարող եմ համարձակորեն ասել, որ փարիսեցիությունը Հեզաբելի բնավորությունն է, միևնույն դժոխային հոգին։ Հեզաբելը նախանձից եւ հպարտությունից դրդված ցանկանում էր վերացնել Աստծո ծրագրերը։ Նույնն էլ փարիսեցիներն են անում։ Սիրելիս, եթե այս գիրքը կարդալիս քո մեջ փարիսեցիական մտածելակերպի նույնիսկ նշույլներ ես տեսնում, ձգտիր փոխվել։ Փարիսեցուն թվում է, թե միայն ինքն է ճիշտ, եւ միայն ինքն է իրավասու իրականացնելու Աստծո գործերը։ Նա կարծում է, թե օգնում է Աստծուն, մինչդեռ խանգարում է Աստծո ծրագրերի իրականացմանը։ Հպարտությունն ու նախանձը կուրացնում են նրա աչքերը եւ թույլ չեն տալիս տեսնել ճշմարտությունը։ Նա երբեք չի կարողանում ուրախանալ ուրիշի արածով։ Հիսուսը շաբաթ օրը բժշկություններ էր անում եւ մարդկանց փրկում ցավից ու տանջանքից։ Փարիսեցիները ուրախանալու փոխարեն նրան հալածում էին, թե ինչու էր այդ ամենը շաբաթ օրն անում։ Կույրի աչքերի բացվելը, անդամալույծի քայլելը եւ մյուս հրաշքները նրանց չէին զարմացնում կամ ուրախացնում։ Ընդհակառակը, ավելի էին բորբոքում նրանց նախանձը։ Եկեք չլինենք այնպիսի մարդիկ, ովքեր Հեզաբելի եւ փարիսեցիների նման սպանում են տիրոջ ծառաներին եւ չեն բարձրացնում ընկածին։ Եկեք բռնենք հիասթափվածի ձեռքից եւ քաջալերենք նրան, որ երբեք չհանձնվի։ Եկեք չսպանենք, այլ ապրեցնենք։ Եկեք փարիսեցիական բնավորությանն ասենք ոչ, լցվենք Հիսուսի սիրով եւ դառնանք կամեցող եւ օրհնող մարդիկ։ Հիշեք, որ մենք չենք կարող ամեն ինչ հասկանալ, ուստի չպետք է քննադատենք այն, ինչ չենք հասկանում։ Եկեք թույլ տանք, որ բարին ու գեղեցիկը շատանան։ Այսօր, երբ թերթում եմ մեր լրագրերը եւ դիտում մեր հեռուստահաղորդումները, ինձ մի պահ թվում է, թե բոլորը բոլորին խանգարում են։ Այնքան քննադատություն կա։ Մարդիկ միմյանց սպանում են սուր խոսքերով։ Չգիտես ինչու քննադատվողները միշտ լուռ են։ Նրանց մեծամասնությունը զբաղված է գործով, խոսելու փոխարեն շարունակում է իր ազգանվեր աշխատանքը։ Իսկ ոմանք իրենց տեղում նստած քննադատում են այն, ինչ քննադատության ենթակա չէ։ Հետաքրքիր է, նրանք երբևէ մտածել են, թե ինչ է զգում ընթերցողը կամ հեռուստադիտողը,
երբ ինչ-որ մեկի հասցեին քննադատություն է կարդում կամ լսում։ Ում է ուզում քարկոծել, քննադատվողին, թե քննադատողին։ Եկեք հիշենք, որ մենք մարդ ենք, ստեղծված Աստծո պատկերով։ Աշխարհում ընդամենը 6 միլիարդ մարդ կա։ Դա այնքան քիչ է։ Պատկերացրու, եթե բոլորը վերանային եւ մնայիր միայն դու եւ քեզ համակրողները, միթե երջանիկ կլինեիր։ Սիրելիս, մի պղծիր Աստծո ստեղծագործությունը, ինքդ քեզ, այլ լցվիր սիրով եւ հարգանքով, թե քո, թե կողքինիդ հանդեպ։ Թող Աստված օրհնի որոշումդ։